Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Վրաստան-Հայաստան խաղում գրանցված հաշիվը տրամաբանական էր, թե ոչ։ Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը վերջին օրերի ընթացքում երկու հանդիպում անցկացրեց։ Երկու խաղ Վրաստանի հետ եւ երկու պարտություն, բայց դա առաջին հանդիպան մասին։ Մեր հավաքականը գրեթե բոլոր առումներով զիջեց մրցակցին, թե թիմային խաղով, թե նվիրվածությամբ, թե անհատական խաղով։ Մենք մրցակցին հաղթեցինք միայն հյուրընկալությամբ։ Դա կարելի է համարել բարոյական հաղթանակ, բայց դա այս պահին մեզ չի սփոփում։ Նոր մարզիչը նոր սխեմա փորձարկեց, չէր ճանաչում բոլոր ֆուտբոլիստներին, այսպես ընտրողական կարելի ասել ինչ որտեղ կազմ դրեց եւ հասկացավ հետո որ շատ հարցերում սխալվել է, բայց լուսատախտակին վարված հաշիվը չեմ կարծում որ համապատասխանում է Հայաստանի հավաքականի իրական խաղամակարդակին։ Մենք այնպիսի մակարդակ չունենք այս պահին, որ Վրաստանին չկարողանան գոնե 1 գոլ խփել կամ գոնե 1 ակնհայտ գոլային հնարավորություն ստեղծել։ Մենք պարտվեցինք այստեղ, իսկ թե ինչու է այդպես, շուտով։ Ողջույն Էդվարդ։ Ողջույն Արմեն։ Նախորդ հաղորդման ժամանակ արտահայտած իմ կարծիքի մասին։ Իհարկե ես սխալվեցի ասելով, որ Վրաստանի հավաքականը չի նվիրվի ամբողջությամբ այս երկու հանդիպմանը։ Առավել դաժան սխալվեցի, ենթադրելով, որ Հայաստանի հավաքականը կկարողանա հաղթել եւ տեղափոխվել B դիվիզիոն, բայց այն ժամանակ իսկապես հավատում էի, որ մեր հավաքականը կարող է տվյալ պահին քաղել բոլոր օգուտները։ Իսկ այն ինչ եղավ Երևանում հետո Թբիլիսիում ցույց տվեց իմ կարծիքով իրական տարբերությունը այս երկու հավաքականների խաղամակարդակի։ Երևանում Վրաստանի հավաքականը գերազանցեց մեզ բոլոր առումներով, թեև խփեց ընդամենը 3 գնդակ, բայց դա բավական էր ցույց տալու համար, որ այս դիմակայությունում ամեն ինչ նրանց օգտին է եւ Վրաստանի հավաքականը այսօր պարզապես շատ ավելի ուժեղ թիմ է, քան Հայաստանը։ Համաձայն եմ, որ շատ ավելի ուժեղ թիմ է, քան Հայաստանի հավաքականը, բայց եթե նա խոսում ենք առաջին հանդիպման մասին, ինձ համար շատ տարօրինակ էր մարզչի ընտրած պաշտպանությունը, Գեորգի Հարությունյանը աչից խաղալու փորձ ունի, բայց մենք ունեինք աչ պաշտպաններ նոմինալ, այդ դեպքում ինչու էր նրանց հրավիրել հավաքական։ Խոսքը կամ Հովհաննիսյանի կամ Հովհաննես Համբարձումյանի մասն է։ Ընտրեց Գեորգի Հարությունյանը այն դեպքում, երբ այդտեղ չկա Խվիչակ Վարացխելյա այդ խաղում չի լինելու եւ Խվիչան շատ է սիրում եզրիչ ճեղքումներ անել, կարելի է ուղղակի Բարսեղյանի թիկունքում կամ Հովհաննիսյանին տեսնել, երկու արագաշարժ ֆուտբոլիստներ, որոնք լավ համագործակցում են, նույնիսկ Հովհաննես Համբարձումյան, Բարսեղյան համագործակցությունը շատ ավելի լավն է իրականում, նրանք ակումբային ֆուտբոլում էլ խաղալու մեծ փորձ ունեն, բայց լավ կազմը թողնենք մի կողմ։ Իրոք կարծում ես, որ մենք այդքան ենք զիջում հիմա Վրաստանի հավաքական։ Եթե այդպես է, ուրեմն մենք կամ իջել ենք Սան Մարինոյի, Մալթայի, Ջիբրալթարի մակարդակին, կամ Վրաստանը բարձրացել է, օրինակ, չգիտեմ, Նորվեգիայի, Դանիայի, Խորվաթիայի մակարդակին։ Մենք Սան Մարինոյի հաստատ մակարդակին չենք իջել, հուսանք չենք էլ իջնի, բայց այո, Վրաստանը բարձրացել է շատ ավելի բարձր դիրք ունի, քան ուներ մինչև այդ Եվրոպայի առաջացանը մասնակցել է այնտեղ հաջող խաղալը ակնհայտ զարկ է տվել վրացական ֆուտբոլին եւ հավաքականին մասնավորապես եւ նրանք գիտես 15 րոպե անցավ հանդիպան մեկնարկից եւ ես հասկացա որքան դաժան եմ ինքս սխալվել համարելով որ Հայաստանի հավաքականը ինչ-որ շանսեր ունի այս դիմակայությունում այնքան լավ էին վերահսկում վրացիները խաղի ընթացքում այնքան լավ էին տեղաշարժում գնդակ այնքան լավ էին կարդում մեր ֆուտբոլիստների գործողությունները, որ այդ մեթոդական ճնշումը բերեց անհատական սխալներին, որոնք Ջոն Վանցխիպը համարեց առանցքային այդ խաղում եւ ասաց, որ 3 սխալ անհատական սխալ, 3 գոլ բաստա։ Իսկ ինչից են գալիս սխալները։ Մրցակցի պրեսինգից։ Մրցակցի լավ խաղից։ Եթե մրցակիցն ավելի ուժեղ է, դու սկսում ես ինքնըստինքյան սխալվել։ Սա հասարակ բան։ Կարևոր է այն, որ երբ մրցակիցը պրեսինգ է կիրառում, ճնշում է կիրառում,
դու պետք է ֆուտբոլիստը պետք է ունենա առնվազն 2 տարբերակ, թե ինչ անել, փոխանցում կատարել, չգիտեմ, խաբելը ամենավերջին տարբերակն է երևի, փոխանցում կատարելը մի քանի տարբերակ պետք է ունենա, ռիսկային փոխանցում, ապահով փոխանցում դարպասապային, բայց տպավորություն էր, որ չգիտեին ինչ անել։ Ես ուզում եմ Ուգոչուկ ու Իվուի մասին խոսել, մինչև այս պահը իմ համար Իվուն Հայաստանի հավաքականի ամենաապահով ֆուտբոլիստներից էր, այսինքն եթե կարող ենք պաշտպանության մասին խոսել եւ ասել, որ այս ֆուտբոլիստը հուսալի չէ, նա կարող է ցանկացած պայս խաբել, Իվուի դեպքում ուղղակի անբացատրելի էր, թե ինչ էր կատարվում այդ օրը, միայն առայժմ խոսենք միայն այդ օրը խաղադաշտում Իվուի հետ։ Ես հիմա ասեմ իմ կարծիքը, ֆուտբոլիստը իհարկե ունի բարձր, միջին կամ ցածր որակ։ Ֆուտբոլիստը ունի պրոֆեսիոնալիզմ, ունի նվիրված խաղալու ունակություն եւ դրա հնարավորությունը հաշվի առնելով ֆիզիկական վիճակը, բայց մեկ ֆուտբոլիստը չի կարող խաղի ընթացք որոշել։ Մեծամասամբ հիմա տես, այո, Իվուի սխալները այդ թվում գալիս են, որ մեր կենտրոնը ուղղակի դատարկ է։ Մենք չմոռանանք, որ 2 առանցքային խաղացողները մեր կենտրոնի բացակայում են Էդուարդ Սպերցյանը եւ Լուկաս Սելարյանը, ֆուտբոլիստներ, որոնք վերջին տարիներին գնդակ ստանալու, բաշխելու, գրոներ կազմակերպելու գործում ամենամեծ դերակատարումն է։ Եվ մենք տեսանք, որ այդ դատարկությունը մենք ստիպված եզրերով էինք գրում, առավել եւս որ մեր առաջատարները դաշնում եզրային խաղացողները եւ Իվուի վրա ծանրաբեռնվածությունը շատ մեծ է։ Սպերցյանը նրան չէր օգնում։ Իսկ ինչու՞ չես հավատում այս տարբերակին, որ Իվուի գործ ավելի հեշտ է, երբ կողքին Սպերցյանի պես ֆուտբոլիստ։ Համաձայն եմ, հեշտ է, բայց երբ որ դու գնդակով ես, հենակետային ես, բայց այդ պայն վերջին պաշտպան, քեզ Չակվետաձեն ճնշում է, փոխանցում չի կատարում, վերջին ֆուտբոլիստը գնդակ է պահում, չգիտեմ, փորձում է խաբել, մտածում է աջ, ձախ, դարպասապային, այդ չի կարող, խաղային չէ այդ խնդիրը, թե Իվուի գլխում է, թե Տիգրան Բարսեղյանի, թե Վահան Չակչյանի։ Արի հիշենք Իվուի ակումբային ֆուտբոլի նրա մարզավիճակի զարգացումը վերջին շրջանում։ Տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգա եւ դրանից հետո ես չգիտեմ ինչու, բայց Իվուի խաղային որակները ամենայն դեպս Հայաստանի հավաքականում սկսեցին աստիճանաբար իջնել։ Հենց գնաց Ռուսաստանի Պրեմիեր լիգա, զուգահեռ եկավ Հայաստանի հավաքական եւ Թուրքիայի հետ նորամուտը նշեց։ Դրանից հետո այստեղ շատ լավ խաղեր խաղացել է, ինչքան եկել է, նա միջինից բարձր ֆուտբոլ է խաղացել եւ ակնհայտ սխալներ, որպես այդպեսին թույլ չի տվել նա թե Ուելսի հավաքականի, թե Թուրքիայի հավաքականի հերթական ֆուտբոլիստն է, որը Հայաստանի հավաքականում փայլուն մեկնարկ է ունենում, հետո ինչ-որ անհասկանալի կերպարանափոխություն։ Ես չեմ հավատում, որ Իվուի դեպքում սա շարունակական է լինելու։ Հուսանք չի լինի, բայց Երևանում մենք տեսանք, որ սա այն Իվուն չէր։ Մինչև այդ նախադրյալներ արդեն տեսել էին։ Ինչու Իվուին բերեցի որպես օրինակ, կարող ենք այլ ֆուտբոլիստների էլ քննարկել եւ ուզում եմ խոսքը ստանել նրան, որ պարտությունը խաղադաշտում չէր, ֆուտբոլային պարտություն չէր։ Ես չեմ արդարացնում հիմա ոչ ֆուտբոլի ֆեդերացիային, ոչ Հայաստանի հավաքականին։ Ինչու խաղային չէր, ախր նույն Վարազդատ Հարոյանը, սա այն Վարազդատ Հարոյանը չէ, որին մենք տեսել ենք, սովորենք, գիտենք, այսքան սխալվող Հարոյան։ Այս Տիգրան Բարսեղյանն է, որը Սլովանում ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում, բայց հավաքականում Երևանում Տիգրան Բարսեղյանը երևի ամենաառանձնացողն էր մեր հավաքականի կազմում, կատարած աշխատանքի ծավալով համենայն դեպս, բայց մենք չգիտես ինչպես վերադառնում ենք 90-ականներ, երբ ավելի շատ անհատական գործողություններով էր Հայաստանի հավաքականի որևէ խաղացող գոլ խփում, հարց լուծում, հիմա մենք նորից գնդակը ստանում էր մեկը, փորձում էր միայնակ բոլորին շրջանցել։ Բայց այս հավաքականի այս մարզիչը նման ֆուտբոլ չի սիրում խաղալ, ուղղայաց ֆուտբոլ չի խաղում կամ մի ֆուտբոլիստի վրա հույս չի դնում։ Մենք Վրաստանում ինչքան սխալվեցինք, հիմա կխոսենք այդ խաղի մասին, բայց ընդհանրական որ վերցնենք, անընդհատ փորձում են փոխանցումներով, չէ, պաշտպանությունից դուրս գալ։ Արշևի գծում նորմալ է, եթե դու կենտրոնով չես գրոհում, եզր է գալիս գնդակը, պետք է ինչ-որ բան անել այնտեղ անհատական որակներ, կոմբինացիոն ֆուտբոլի կատարյալ բացակայություն կար, բայց ես դա ասում եմ նաև գալիս է նրանից, որ ֆուտբոլիստները առանձին չունեն այն մարզավիճակը, նրանք զիջել են ակնհայտորեն իրենց խաղամակարդակում եւ դրանից եկավ այս արդյունքը։ Ես իսկապես չէի պատկերացնում, որ այսքան վատ վիճակում են մեր ֆուտբոլիստները, առավել եւս առաջատարների բացակայությամբ նրանք չկարողացան ոչինչ։ Ինչու Վահան Բիչախչյանին այսպես էինք տեսել։ Նա ակումբում սկզբում Պոգոնում, հետո Լեգիայում շատ ավելի Նաիր Տիկնիզյանին այսպես էինք տեսնում։ Նաիր Տիկնիզյանը ֆունկցիոնալ վատ վիճակում չէր, բայց ֆունկցիոնալ վատ վիճակում չէր, բայց ավելին իհարկե բոլորից։ Հիմա տեսնենք մեր էքսպերտներն ինչ են ասում այս խաղի վերաբերյալ։ Իմ կարծիքով ավելի շատ խաղով
շատ դիրքերում ու շատ գործողություններում թերացանք, հոգեբանական խնդիրները երևի թե ավելի շատ առջևում են այս խաղերից հետո։ Երբ թիմայինը չի ստացվում, անհատականն էլ մի հոգու մոտ չէր, միանգամից գրեթե բոլորի մոտ ոչինչ չէր ստացվում։ Կարծում եմ երկուսն էլ, եթե գոնե մեկը լավ լիներ, կարծում եմ նման հաշիվ չէր լինի։ Երկուսով պայմանավորված էր ընդհանուր պարտությունը եւ հաշիվը։ Ավելի շատ հոգեբանական էր, շատ պրիմիտիվ սխալներ եղան ֆուտբոլիստների կողմից ու չկարողացան վերադառնալ խաղ։ Կարծում եմ, որ ավելի շատ հոգեբանության, մենտալիտետի հետ կապված խնդիր ունենք։ Հայաստանը Վրաստանին պարտվեց խաղով, թե հոգեբանորեն։ Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպում, որից առաջ արդեն ոչ մի լավ բան ակնկալել մեր ընտրանոց չէր կարելի։ Բնականաբար, ինչպես միշտ լինում է, ցավալի պարտությանը գումարվեց խնդիր հավաքականի ներսում։ Եղավ Հրանտ Լեոն Ռանոսի միջադեպը, նա հեռացավ հավաքականից Վրաստանի հետ պատասխան հանդիպումից առաջ։ Նման իրավիճակում իհարկե սպասել, որ Թբիլիսիում մենք կարողանանք դրական արդյունք գրանցել, հնարավոր չէր։ Շատ բաներ խոսում են այն մասին, որ մենք կրկին պարտվելու ենք։ Պարտվեցինք խոշոր հաշվով, շատ խոշոր հաշվով եւ այնպիսի տպավորություն էր, որ մենք պարզապես դաշտում չգիտենք ինչ է պետք անել, բացառությամբ երկրորդ խաղակեսի մեկնարկային հատվածի, որը բավականին հետաքրքիր էր մեր թիմի կատարմամբ, բայց այն ինչպես տրամադրվել էր Վրաստանի հավաքականը, ինչպես վրացի երկրպագուներն էին սպասում այս խաղին եւ ինչ մթնոլորտ էր ստադիոնում, այս ամենը խոսում էր նրա մասին, որ Վրաստանը շատ վստահ հաղթելու է եւ դա տեղի ունեցավ։ Մենք ջախջախիչ պարտություն կրեցինք Թբիլիսիում, բայց ես շարունակում եմ մնալ այն մտքին, որ խաղային պարտություն չէր սա։ Մեր ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել արդեն պարտված։ Հրանտ Լեոն Ռանոսի իրավիճակը մի կողմ թողնելով ակնհայտ էր, որ ֆուտբոլիստների տրամադրությունը բարձր չէ եւ նրանց համար առնվազն բարդ է լինելու խաղում հաղթել, էլ չեմ խոսում դիմակայության մասին։ Նորից անհատական սխալներ, նորից պարզ իրավիճակում շատ կոպիտ սխալներ, որոնք բերեցին բաց թողած գոլերի, վրացիները անխնա օգտագործում էին իրենց հնարավորությունները եւ պատժում էին մեզ։ Ես չեմ ուզում ասել, որ այստեղ ոչ ոք մեղավոր չէ, այստեղ երկու խաղից բաղկացած թյուրիմացություն էր ընդամենը եւ ամեն ինչ շտկվելու է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հավաքականի ավագ մարզիչը միասին հայտարարություն տարածեցին եւ ասացին ամեն ինչ շտկվելու է եւ հունիսին մեր հավաքականն այլ կերպ է ներկայանալու, բայց ինչպես, ինչի հաշվին հնարավոր է արդյոք 2 ամսում ամբողջովին փոխել հավաքականը, թիմում մթնոլորտը եւ ներկայանալ այնպես, ինչպես խաղում են գոնե լավ վրացիները։ Վերջին մտքին կանրադառնանք, դեռ շատ բան կա այդտեղ ասելու եւ քննարկելու խաղից, հա, իմ ամեն Ռանոսից առաջարկում կարող ենք Ռանոսից, դե այստեղ չեմ կարծում, որ մենք կունենանք տարաձայնություն, որովհետեւ ես միանշանակ կողմ եմ, որ եթե ֆուտբոլիստը այսպիսի պահանջ է դնում մարզչի առջև, մարզիչը պետք է այսպես վարվի։ Ով ուզում է լինի այդ ֆուտբոլիստը, առավել եւս ֆուտբոլիստ, որը վերջին շրջանում շատ քիչ է ֆուտբոլ խաղում եւ պահանջներ դնելու։ Օրինակ Հայաստանի հավաքականի մարզչի համար, ով ուզում է լինի, չէ, այդպես չէ, նա ասաց, եթե Մեսսին չես, ուրեմն չես կարող այդպիսի պահանջ դնել։ Եթե մենք խոսում ենք այս մոլորակի ներկայացուցիչների մասին, ապա այո։ Լավ, բայց այստեղ խնդիրն այն է, քննարկվում էր այն թեման, արդյոք ճիշտ էր մարզչի խաղից առաջ այդ հայտարարությունը։ Ես կարծում եմ այո, որովհետև ժամանակին, երբ նման խնդիր կար Տիգրան Բարսեղյանի, Սարգիս Ադամյանի, Խորեն Բայրամյանի հետ կապված, տարբեր խոսակցություններ կային եւ ոչ ոք չէր ասում, թե ինչու է այդպես։ Սկսեցին փնովել ֆեդերացիային, սկսեցին փնովել մարզչին, ասացին չեք օգտագործում ձեր ֆուտբոլիստներին, նրանց ներուժը։ Հետո Պետրակովը մի օր խոսեց եւ այդ ժամանակ նոր կրքերը մի փոքր հանդարտվեցին, բայց ամեն ասուլիսին հարցնում են օրինակ Բարսեղյանի մասին։ Հիմա ֆեդերացիան այսպիսի քայլ արեց, որոշեց ամենասկզբում դա ասել, տեսեք, մենք մեղավոր չենք, ֆուտբոլիստն այսպես է ուզել։ Իրականում դա ճիշտ է, բայց արդյոք ճիշտ է խաղից առաջ դա ասելը, չգիտեմ, չեմ խաղից առաջ ասել նկատի ունես ֆուտբոլի ֆեդերացիան հանրությանը ասել։ Այո, իհարկե ճիշտ է։ Հետո թե առաջ, սա է խնդիրը։ Իհարկե այդ պահին, որովհետև այլ կերպի ինչպես էին բացատրելու, ինչու հայտարարություն չկա։ Դե ոչ ոք խաղի ընթացքում չէր հարցնելու իրենց։ Խաղից հետո այդ խաղային ասում օրինակ ասել։ Խաղից առաջ էր թե հետո էր, դա չեմ կարծում, որ շատ բան փոխում էր։ Ռանոսը
երիտասարդի պես իրեն պահեց, այսինքն անփորձ անձնավորության ֆուտբոլիստի պես պահեց եւ շատ արագ նա սառեց եւ հասկացավ, որ այդ քայլը չպետք է աներ եւ տարածեց հայտարարություն, որով ցույց տվեց, որ միգուցե զղջում է իրականում հակասում էր Մարզչի խոսքին, որովհետեւ Մարզիչն ասաց ես իրականում նրա այդ հույսեր կապում էի, բայց ոչ մեկնարկային կազմում։ Իսկ Ռանոսը գրել էր, Մարզիչն ասաց, որ ինձ այդ հույսեր չի կապում։ Ես իրականում չեմ պատկերացնում այդպիսի մարզչի, որը կանչի ֆուտբոլիստին հավաքական եւ կասի ես քեզ հետ հույս չեմ կապում։ Դե վերջը նաեւ պետք է հասկանալ, որ նոր մարզիչը ըստ էության ֆուտբոլիստերին գործի մեջ չի տեսել շատ, չի ճանաչում եւ առաջին երկու խաղում կազմի ընտրությունում կատարած սխալները երևի չակետներում, ասենք ներելի է։ Մեծ հաշվով վստահ եմ, որ Ռանոսը այդպես է խոսել նաև Մյոնխենգլադբախի Բորուսիայի մարզչի հետ եւ հիմա նա Կայզերսլաուտերնում է ու այնտեղ էլ չի խաղում։ Ու չի բացառվում, որ այնտեղ էլ ուլտիմատումով խոսի ու չգիտեմ ինչ կլինի նրա ապագան, եթե նրա կողքի մարդիկ, ֆուտբոլային մարդիկ դրան ճիշտ ճանապարհ չբերեն։ Այո, իսկ մի փոքր ավելի տարի առաջ ամբողջ ազգը խոսում էր, որ վերջ մենք գտանք մեր կենտրոնական արձակողին, որը շատ ռեգիոնալ լիգայից էլի չեմ ասում վաղ ֆուտբոլիստ է։ Մենք պետք է նայենք որտեղ է խաղում ֆուտբոլիստը, ինչ թիմերի հետ է խաղում։ Իսկ Սարգիս Ադամյանն էլ Յան Ռեգենսբուրգում էլի ռեգիոնալ լիգայում գոլեր էր խփում շատ, բայց գալիս էր հավաքական։ Բունդեսլիգա եկավ եւ ամեն ինչ այդպես չէր։ Այո, Բելգիայում ավելի լավ ստացվեց կարծում եմ, բայց չգիտեմ Ադամյանը։ Լավ, հիմա խաղի մասին իհարկե Երևանյան 0-3-ից հետո նման մի բան պատկերացնում եմ շատ ցավալի է, բայց ինձ համար ընդգծված էր, որ այսինքն նորմալ է 1-6 այս պահին հավաքականների խաղամակարգի բնորոշ։ Ես կարծում եմ ուղիղ այդքան ավելի ուժեղ է Վրաստանը Հայաստանի հավաքականից։ Այսինքն Արգենտինային, Բրազիլիային կպարտվենք 1-15 հաշվով կամ 0-15 հաշվով։ Ամեն ինչ կախված է ժամանակաշրջանից, տվյալ օրվանից։ Եթե այդ օրը զգում ես, որ այդ թիմը կարող է ամեն ինչ անել, նա եթե Վրաստանի հավաքականը երկրորդ խաղակեսում արգելակին չսեղմեր, կարող էր եւս այդքան գոլ խփել։ Վրաստանը արգելակեց, երբ Խվիչյան գոլ խփեց։ Ամբողջ թիմը խաղալ, որ Խվիչյան իրենց համար Խվիչյայի գոլներ հասան իրենց նպատակին եւ հետո առանձնապես չգրոհեցին, բայց առաջին խաղակեսում իրար հետևից այդ գոլերը, որ խփում էր Վրաստանի հավաքականը, կարծես ամեն անգամ ինչ որ սուր գործիք էր, որը ծակում էր բոլոր հայերին, ծակում էր սիրտը, ցավալի էր տեսնել մեզ այդ անօգնական վիճակում եւ դա շարունակական գործընթաց կարող էր լինել։ Այդ օրը Վրաստանի հավաքականը առանձնահատուկ դաժանությամբ էր եւ երևի դա հենց այն սկզբունքայնությունն է, որի մասին խոսում ենք։ Եթե լիներ այլ մրցակից, միգուցե նրանք այսքան շատ գոլի հետևից չգնային։ Ես անկեղծ ամաչում էի, երևի մի 10-15 րոպե խաղը չեմ նայել, որովհետեւ չգիտեմ, չէի պատկերացնում, որ այսպես հնարավոր է վրացի լրագրողները ինձ հետեւի տեսնում էր պատտվում ներողություն էին խնդրում հաշվի համար, դեռ չխոսենք երկրպագուների պահվածքի մասին, բայց սա ֆուտբոլ է եւ մարդկային մոտեցումը շատ կարեւոր է։ Ես չեմ ասում, որ Վրաստանը չպետք է այսքան խփեր։ Ես չեմ ասում, Վրաստանը այսպես մեզ չպետք է աղթեր։ Մենք չպետք է այդպես պարտվենք։ Ես ուզում եմ բերել խոսակցությունը նրան ու հարցնել, ով է մեղավոր ըստ քեզ այս պարտության։ Կոնկրետ պատասխան խաղի պարտության։ Խաղի պարտության։ Դե սա մի փոքր արդեն օղակ է, առաջին խաղ, երկրորդ խաղ, որովհետև երկրորդ խաղում շատ բան թելադրվում էր առաջին խաղի արդյունքից ելնելով։ Այսինքն երկրորդ խաղում համաձայն ես, որ այստեղ էր պարտությունը։ Չէին կարողացել վերականգնվել։ Չենք էլ կարող վերականգնվել, լավ, ես այսպես ասեմ, որովհետև այդ ինչ պետք է լիներ 3 օրում, որ շատ վատ խաղից հետո Երևանում մենք հանկարծ շատ լավ խաղ խաղանք Թբիլիսիում, նման բան ուղղակի չի կարելի։ Հիմա մեղավորներ, եթե ցանկանում ես անուններ, ես կարող եմ շատ մեղավորներ հիմա թվարկել, բայց ում մեղքն է այստեղ ավելի շատ, դա ամեն մարդ իր կարծիքն ունի։ Օրինակ, ես ընդմիջմանը զրուցում էի Կվարացխելիայի հետ, բայց Խվիչյայի չի հասկանում, Մամուկա Կվարացխելիայի հետ, այո, լրագրողի, եւ նա շատ այսպես ոգեշնչված կարծես հայ լիներ, ինձ փորձում էր բացատրել, որ խնդիրը Հայաստանի հավաքականի Մխիթարյանին չհրավիրելն է, ասում է ես հասկանում եմ ամեն ինչ, բայց հիմա ձեր մարզիչը նոր պետք է գնա, հանդիպի Մխիթարյանին հետ համոզի, չգիտեմ ինչպես նրան պետք է ամբողջ ազգով համոզել, բերել, որովհետև ունենալ այդպիսի ֆուտբոլիստ եւ չխաղացնել հավաքականում, կամ հիմա ես շատ չխորացա, շատ չբացատրեցի, որ գիտես, այստեղ միայն ցանկությունը չէ մարզչի Պետրակովը օրինակ զրուցեց Մխիթարյանը միևնույն է չցանկաց, այսինքն այդ էջը փակ է եւ մենք հիմա ձեզ վրացիներին չենք կարող բացատրել
ինչու նա Մենք էլ մեծ աշխով այս բան չենք կարող։ Հիմա նրանք այդտեղ են տեսնում խնդիրը, որ դուք ունեք Մխիթարյանը չեք խաղում։ Ասում են երկու ֆուտբոլիստ կա այս տարածաշրջանից համաշխարհային մակարդակի, մեկը ձերն է եւ դուք չեք խաղացնում։ Դե չես կարող մարդուն ասել, որ ինչու է այդպես։ Օրինակ ասեցի, ինչու մեկի համար մեղավորը այն մարդն է, ով չի կարծիք է, որը իրականության հետ աղերս ունի, բայց ամբողջական պատկեր չի տալիս, որովհետեւ շատ մեր տեսանկյունից, 6-1-ը դաժան է, բայց 6-1-ը նաև տրամաբանական էր ինձ համար խաղով, որովհետև Վրաստանի հավաքականը առաջին րոպեից խաղաց այնպես, որ երևաց, որ հիմա գոլերը գնալու են։ Նույնիսկ առաջին գոլը, որը գնդակը շեղեց ուղղությունը, էլի տրամաբանական էր, որովհետև դարպասին էր գնում հարվածը։ Ինչպիսի գրողներ էին կազմակերպում, ինչպես էին միմյանց հասկանում, փոխանցում, եւ մենք դիտորդի դերում ենք, էլ կենտրոնում ազատ թողեցինք, էլ եզրերում էր ձախողում, բանցխիպ ուղակի գլուխը բռնած չէր հասկանում ինչ աներ, որոշեց փոփոխություններ կատարել։ Նա զոհաբերեց Նաիր Տիկնիզյանի արագությունը եզրում եւ նրան բերեց Տիկնիզյանը բավականին բերեց կենտրոնական կիսապաշտպան, որ գոնե Իվուի եւ Ուդոյի գործը ինչ որ մեկ անի, որովհետեւ նրանք հավաքականում կան ֆուտբոլիստներ, հստիս որոնք չպետք է լինեն այս մտածելակերպով ազգային թիմում եւ ես հույս ունեմ, որ հունիսին նրանք չեն լինի, որովհետեւ հավաքականում խաղալը միայն մարզաշապիկ կրելը չէ, միայն գնդակին դիպչելը չէ եւ միայն գոլ խփելը չէ։ Դու պետք է զգաս, որ խաղում ես այդ երկրի համար։ Նաիր Տիկնիզյանը 2 տարի առաջ, երբ առաջին անգամ եկավ Հայաստանի ազգային հավաքական, գոլից հետո համբուրում էր զինանշան։ Դնենք մի կողմ։ Մարզմանը, երկրպագուների համար բաց մարզմանը լրագրողների զրույցում խոստացավ խոսել սովորել հայերեն։ Նա այս պահին, ես չգիտեմ քանի բառ գիտի հայերեն։ Տիկնիզյանը նվիրված է խաղում, Տիկնիզյանը լավ ֆուտբոլիստ է, բայց երբ գալիս է այսպես խոստումներ է տալիս եւ օրներգից ոչ մի տառ չգիտի, ենթադրում եմ չգիտի, որովհետեւ չի երգում։ Ինձ համար դա անընդունելի է։ Ես նայում եմ հավաքականի ֆուտբոլիստերին օրներգի ժամանակ։ Ես նրանցից հայրենասիրություն չեմ, ես պատրիոտ բաներ չեմ, պաթոս չեմ ուզում։ Ամեն ինչ շատ ճիշտ ես ասում, բայց ցավալի է, որ մենք հիմա խոսում ենք դրա մասին, որովհետեւ ինչ է պետք է ամեն անգամ խոշոր հաշվով մեկին պարտվենք, որ հիշենք, որ մեր ֆուտբոլիստները հայրենասեր չեն կամ օրհներգի բառերը չգիտեն կամ հայերեն չգիտեն, իսկ ինչու միջև այդ պետք չէր դա իմանալ։ Իհարկե պետք է, բայց միայն այս պարտություններից հետո այդ թերությունները երևում։ Ինչու եմ ես հիմա սա ասում, բերում եմ արդեն հայտարարությանը, որի մասին դու խոսեցիր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խաղից հետո գալիս է ասուլիսին եւ հայտարարում է որ հունիսին մենք կտեսնենք այլ հավաքական։ Ինձ թվում է սա ծայրահեղ քայլ է արդեն։ Այսինքն վերջին պաշտպանվելու վերջին միջոցն է կարճել է, բայց ամեն դեպքում այլ տարբերակ չունի կամ պետք է։ Այսինքն կամ այս կողմ կամ այն կողմ։ Եթե չի ստացվի, վերջնականապես կընդունեմ, որ ինձ մոտ չի ստացվում։ Նրա մոտ չի ստացվում, ես կարծում եմ շատ վաղուց է ընդգծվել եւ արդեն ամբողջ հանրություն, ոչ միայն ֆուտբոլային հանրությունը, ամբողջ հայությունը արդեն հետաքրքրվող սկսեցին հետաքրքրվել ֆուտբոլով եւ պահանջում են, որ ֆեդերացիայի նախագահը փոխվի։ Անձերը դնենք մի կողմ։ Եթե կառույցը ղեկավարել չի ստացվում, դա պետք է ժամանակին ընդունել եւ կառույցը ղեկավարելը ինձ համար այլ բան է, շատ հավաքականի։ Ես առաջինն եմ ասել, խնդրում եմ չմոռանաս, որ ֆեդերացիայի նախագահի աշխատանքը պետք չէ գնահատել միայն հավաքականի խաղով եւ ելույթով, բայց հիմա հավաքական այնպիսի վիճակում է, այնքան կազմակերպված է, կազմալուծված է, որ այստեղ ես իհարկե ֆեդերացիայի նախագահի մեղքը տեսնում եմ։ Չի կարող այլ կերպ լինել, եթե մթնոլորտը վատն է, եթե մեկը մյուսի հետ չի շփվում իրար չեն։ Ես դրա մասին եմ ուզում խոսել։ Կա այսպես գործընկերներիցս մեկն էլ երեք գրել էր այդ մասին, որ հավաքականում մթնոլորտը անառողջ է։ Ես հարցրի դրա մասին գլխավոր մարզչին, նա ասաց, ինչքանով ես տեսել եմ, ամեն ինչ լավ է, առողջ մթնոլորտ է, ապահովագրող պատասխաներ դա իհարկե եւ իրականում ես այդքան էլ համաձայն չեմ, որ այսպես խմբավորումներ չպետք է լինեն հավաքականում եւ դա է գլխավոր պատճառը։ Ցանկացած հավաքականում այդ Խվիչան ու Չակվետաձեն միասին են, երբ տեսնես միասին են հավաքականում։ Դուրս են գալիս, երբ գալիս են մարզադաշտ քայլելու ուղղակի իրար հետ են, հետո նախախաղային մարզմանը եւ այլն շատ են այդպիսի դեպքերը, այդտեղ չի կարող լինել հիմնական պատճառը։ Նորմալ է, որ ռուսախոս ֆուտբոլիստները իրար հետ են շփվում, հայերեն խոսող ֆուտբոլիստները իրար հետ են շփվում։ Դա նորմալ է, բայց երբ մթնոլորտը այլ բանից է ձևավորվում, խաղի ժամանակ, մարզումների ժամանակ, խաղից հետո, երբ շփումները շատ ջերմ են,
մեկը մյուսի հանդեպ քեն չի քշում, չի մտածում ինչու նա խաղաց, ես չխաղացի։ Տեսնում եք վրացիները ինչպես են փոխարինվելիս խառնվում, նրանք այնքան լավ մթնոլորտում են հիմա ապրում եւ աշխատում, որ այդտեղից էլ գալիս է արդյունքը։ Իհարկե կլինի ժամանակ, որ նրանց մոտ էլ կարող է դա վատ լինել։ Մեզ մոտ հիմա այդ վատ շրջանն է եւ դա գալիս է վատ կառավարումից, վատ ղեկավարումից։ Ես դա եմ ուզում ասել, որ եթե չի ստացվում, հասկանալի է, բավական է, քաշվեք մի կողմ, թող աշխատեն մյուսները, միգուցե նրանց մոտ իսկ հայտարարության մասին ուզում եմ հասկանալ ըստ քեզ ինչ պետք է խոսեին, ժամից ավելի մոտավորապես հանդերձանում էին ֆուտբոլիստները, մարզիչը, ֆեդերացիայի նախագահ եւ եկան հայտարարություն արեցին, Արազդատ Հարոյանը թիմի հավաքը նշեց, քան ես այստեղ եմ, մենք այսպիսի ֆուտբոլ չենք խաղա։ Եթե Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունը այսպես բնութագրեցինք որպես վերջին քայլ, Հարոյանի հայտարարությունը ինչպես կվերաբերվի։ Հարոյանը ֆուտբոլիստ է, ավագ է եւ ինքն էլ հասկանում է, որ իր կարիերայի վերջին շրջանն է։ Հարոյանը իրենից հասանելիք ամեն ինչ կանի, որ թիմում մթնոլորտի առումով գոնե այսպես չլինի։ Հարոյանը ամեն ինչ կանի, որ դաշտում բոլորը կռվեն։ Եթե պարտվում են խոշոր հաշվով, հասկացնեն մրցակցին, որ բավական է։ Եթե շարունակեք այսպես, մենք էլ ձեզ կջարդենք։ Ինչ-որ մենք այսպեսի ֆուտբոլ չենք խաղալու։ Իհարկե չի նշանակում։ Ես չգիտեմ Հարոյանը ինչպես այդ հարցը լուծելու, բայց երևի նա չէր տեսել, բնականաբար այդ բանը չէր տեսել, որ մեր մրցակիցներից մեկը Պորտուգալիան է, աշխարհի արդյունատրական փուլում եւ Պորտուգալիան իհարկե կարող է նորից նման մի բան մեզ համար կազմակերպել։ Տեսնենք փորձագետներն ինչ են ասում։ Պարտությունը տրամաբանական էր, բայց հաշիվը չէ, ինչի համար էր պարտությունը տրամաբանական, որովհետև իրանք ավելի համակցված, ավելի թիմ են, երկար ժամանակ է նույն խաղացողներով եւ նույն մարշով են խաղում եւ իրանք ֆուտբոլիստները ավելի լավ լիգաներում են հանդես գալիս։ Այդ առումով ինչ որտեղ տրամաբանական էր, բայց ժամանակակից ֆուտբոլում միայն դա չէ հաղթանակի գրավականը, թիմային լինելու, ճիշտ պաշտպանվելու, ճիշտ փող համագործակցելու դեպքում հնարավոր է նաև շատ ավելի ուժեղ թիմերի դեմ եւ հաղթանակ կորզել եւ ոչ ոքի խաղալ կամ վատագույն դեպքում արժանի հակառակորդ լինել, որը այս երեքն էլ չեղավ մեր դեպքում։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները հիմա կարելի է ասել այո, բայց կարծում եմ ոչ մեկ չէր սպասում, որ նման հաշիվ կգրանցվի երկու խաղերում։ Երկար ժամանակ հավաքականը չէր խաղացել, գլխավոր մարզիչը շատ ուշ ունեցանք, այսինքն մինչև այդ գլխավոր մարզիչ ունեինք, նշանակումը շատ ուշ եղավ, թիմը դեռ չէր նորմալ պատրաստվել խաղերին ու կարծում եմ նաև ֆուտբոլիստները դեռ այն մարզավիճակում չէին, որ պետք է լինեին, իսկ փոխարենը Վրաստանի հավաքականը գրեթե բոլոր խաղացողները թոփ-5 լիգաներից են, շատ լավ մարզավիճակում եւ իրենց հավաքականի հիմա շատ լավ գծի վրա է, որ իրանք շատ հաջող ընթացք ունեն ու կարծում եմ այդ ինչ որ չափով նաև ազդում է ընդհանուր թիմի խաղի վրա։ Առաջին գնդակը շատ շուտ ընդունեցինք ու նորից անհատական սխալների արդյունքում էր ու հոգեբանորեն նորից տղեկը չկարողացան հավաքվեին, չկարողացան մտնեին խաղի մեջ, շատ բարդ իրավիճակում էին։ Այդ հաշիվը չէր ենթադրում, որ լինելու է, դե պարզ է, որ մենք տեսանք, որ Վրաստանը ավելի ուժեղ հավաքական է, քան մերը։ Կարաս պարտվես, կարաս հաղթես, բայց այդ հաշիվը չեմ կարծում տրամաբանական է։ Ազգերի լիգայի A դիվիզիոնի փլեյօֆի զույգերում արդյոք ֆավորիտները հաղթեցին։ Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-ի եզրափակչի մասնակիցները հայտնի են։ Նախորդ եթերաշրջանում մենք փորձել էինք կանխագուշակել զույգերի հաղթողներին եւ մոտավորապես գրեթե նույն կարծիքն էինք հայտնել։ Կարելի է ասել ֆավորիտները մեծ հաշվով հաղթեցին, բայց բոլոր դիմակայություններում կար բավականին հետաքրքիր պայքար, ստացվում է 8 հավաքական շատ մոտ իրար հավաքական ուժով պայքարեցին մինչև վերջին վայրկյանը 3 զույգի հաղթողները հայտնի դարձան լրացուցիչ ժամանակում, իսկ մեկը Գերմանիան դժվարությամբ, բայց ամեն դեպքում հաղթեց։ Այս 4 զույգից երևի ամենաընդգծված ֆավորիտը զույգերից մեկում Ֆրանսիայի հավաքականն էր, որը խաղում էր խորվատների հետ։ Ես իհարկե սպասում էի, որ դեռևս մրցակցի դաշտում ֆրանսիացիները կլուծեն բոլոր հարցերը, բայց արի ուտես, որ Խորվատիան շատ մոտ էր մեծ
անակնկալի հերթական անգամ Խորվաթիայի հավաքականն ապացուցեց, որ բոլորի հետ կարող է խաղալ հավասար, առնվազն հավասար, եթե ոչ ավելի լավ, բայց վերջով Ֆրանսիան իրեն արեց եւ տնային խաղում կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը։ Շատ հավասար դիմակայություն Իսպանիայի եւ Նիդերլանդերի միջև ստացվեց, Պորտուգալիան զարմանալիորեն տանջվեց Դանիայի հետ, իսկ Գերմանիայի հավաքականը թվում էր շատ հեշտ է լուծել բոլոր հարցերը, բայց Իտալիան վերջին պահին կարող էր եւ հրաշք գործել այս ամենի մասին հիմա արի խոսենք միասին հենց վերջին դիմակայությունից էլ սկսենք Գերմանիա-Իտալիա այո այստեղ երևի ինտրիգը ամենակիչն էր հաշվի առնելով որ Միլանում Գերմանիան հաղթեց 2-1 հաշվով եւ հետո հաղթում էր 3-0 հաշվով այստեղ միակ դրական բանը Իտալիայի համար որ նորից ցույց տվեցին որ երբեք չեն հանձնվում եւ ցանկացած իրավիճակում կարող են վերադառնալ բայց արդյոք քեզ մոտ մտավախություն չառաջացավ Իտալիայի համար, որ նրանք կարող են երրորդ անգամ մունդիալը բաց։ Դեպ Գերմանիայի հետ խաղով չեմ ուզում կարծիք հայտնել, չնայած կարելի է կարծիք հայտնել եւ դրական կարծիք հայտնել, իրականում բավականին լավ երիտասարդ ֆուտբոլիստներ ունեն իտալացիները եւ ապացուցեցին, որ կարող են ու չէ մտավախություն չունեմ Իտալիան կարծում եմ կլինի վերջի ընտրական մրցաշար է, այնտեղ բոլոր մրցակիցները Գերմանիա չեն, որ Իտալիան խնդիրներ ունենա եւ վերջապես այո, հուսանք, որովհետեւ անկախ նրանից երկրպագում ես թե ոչ, Իտալիան աշխարհի առաջնանը պետք է, բայց մոտավորապես նույն իրավիճակում են Իտալիան եւ Գերմանիան եւս շատ թարմացրել է կազմը, շատ նոր ֆուտբոլիստներ, երիտասարդներ կան եւ ի տարբերություն Իտալիայի ավելի վստահ խաղ ցուցադրեցին երևի ուղղակի գերմանացիներին թուլացրեց թերագնահատեցին վերջում թերագնահատեցին վերջնամասում բայց իրենց խնդիրը միևնույն է լուծեցին Պորտուգալիա-Դանիայից խոսենք հաշվի առնելով մեծ հետաքրքիր դիմակայություն էր ես տեսնում եմ որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստերն էլ էին հետևում այդ խաղի արդյունքին, ընթացքին, որովհետև իրականում սա իրավիճակ է, որ մենք չպետք է նայենք ուժեղ հավաքական գա մեզ եւ մենք հյուր եւ մենք տեսնենք Կրիշտիանո Ռոնալդուին ամենայն հարգանքով իհարկե այդ ֆուտբոլիստի հավաքականի նկատմամբ բայց հիմա ներողություն հաշվի առնելով թե ինչ հաջողականությամբ են ամես գոլեր իհարկե հիմա ավելի հարմար մրցակից է պետք իրականում բարդ է ասել Դանիան էր ավելի հարմար թե Պորտուգալիան ես անկեղծ չեմ կարող այդ հարցին պատասխանել որովհետեւ երկուսն էլ ուժեղ հավաքական են Դանիան 85-րդ րոպեի դրությամբ անցնում էր Պորտուգալիային բայց ամեն դեպքում սեփական հարկի տակ խաղալը կարծում եմ հարց լուծեց եւ պորտուգալացիները խփեցին իրենց հետո լրացուցիչ ժամանակում եւս երկուսը եւ հաղթեցին բայց առաջին խաղում Դանիան շատ լավ ֆուտբոլ խաղաց եւ գրեթե ամեն ինչով գերազանցեց պորտուգալացիներին դրա համար եմ ասում բարդ էր ասել Պորտուգալիա թե Դանիա ես մի կողմ եմ դնում նախասիրությունը ամենայն դեպս առաջին խաղից հետո դանիացիները լավ ինտրիգ ապահովեցին եւ պատասխան խաղում Պորտուգալիայում նույնպես կարողացան ատամներ ցույց տալ պորտուգալացիների իհարկե ավելի բարձր կարգը ֆուտբոլիստների իրեն արեց միևնույնն է բայց գործը հասավ լրացուցիչ ժամանակի ինձ համար նորից ասեմ անսպասելի էր որ Դանիան այդքան դիմադրեց կարծում էի Պորտուգալիան ավելի հեշտ պետք է հաղթի ես մի փոքր այլ կարծիք ունեմ բնականաբար առաջին խաղից հետո ուրիշ կարծիք լինել չէր կարող բայց անկեղծ արդեն սկսում էի չհավատալ որ Պորտուգալիան կարող է անցնել Դանիային որովհետև երբ խփում էր Պորտուգալիան պատասխան խաղում Դանիան անմիջապես պատասխանում էր տպավորությունը որ երբ ուզեն կարող են պատասխանել բայց երևի թե ուժերը չբավականացին այսպիսով մեր մրցակիցներն աշխարհության ընտրական մրցաշարում Պորտուգալիա, Հունգարիա, Իռլանդիա այսինքն ծայրահեղ բարդ խումբ նորից ստացանք շատ վատ ֆուտբոլ խաղացի դեպ Թուրքիայի հետ Թուրքիայի հետ էր ամեն դեպքում խաղում ուժեղ մրցակցի հետ էր խաղում շատ ուժեղ մրցակցի հետ Թուրքիայի հետ բավականին լավ ֆուտբոլ են խաղացել դե այո այդպիսի ժամանակներ ճիշտ է դա բայց շատ հեռու չէ 2 տարի առաջ Պորտուգալիան ընդգծված ֆավորիտ է խմբի եւ այո մենք նորից top team ստացանք որպես մրցակից եւ այս հիշողություններով վերջին օրերի Վրաստանի հետ դիմակայությունները իհարկե մեզ լավ բան չի սպասում բայց տեսնենք մարդիկ խոստացել են որ այդ ժամանակ մենք շատ ավելի լավ վիճակում ենք մի քանի ամիս ընդամենը եւ տեսնենք ընկերական խաղերում որտեղ արդեն արդյունքը կարեւոր է լինելու Հայաստանի հավաքականի համար ամենայն դեպս այդպիսի առաջադրանք է կարելի ասել դրվել հավաքականի արչև տեսնենք թե որքանով կարողանանք դիմադրել ամեն դեպքում թույլ հավաքականներ չեն Կոսովոն որը բավականին լավ ֆուտբոլ է խաղում եւ Վեդատ Մուրիկին 3 առաջին օրը հետ-տրիկ հեղինակ դարձավ ու Կոսովոյին
բավականին հաճելի էմոցիաներ պարգևեց եւ նաեւ Չեռնոգորիա, որը մեզ համար հեշտ մրցակից չէ։ Ֆրանսիա, Խորվաթիա, այստեղ շատ վատ վիճակում էր առաջին խաղից հետո Ֆրանսիայի հավաքականը, հաշվառել, որ ոչ մի գոլ չկարողացավ խփել, բայց պատասխան խաղում այն էլ երկրորդ խաղակեսում դժվարությամբ կոտրեցին խորվաթների դիմադրությունը, 2 գոլ խփեցին, 11 մետրանոցներով ինչ-որ ֆենոմենալ բան է կատարվում Ուսման Դեմբելեի հետ, ես չեմ հասկանում ինչի շնորհիվ է նա այսքան ստաբիլ երկար լավ խաղում ու գոլեր խփում, վնասվածքներ կարևորը չի ստանում, սա շատ հաճելի է։ Եւ իհարկե Իսպանիան, Նիդերլանդներ։ Ես անկեղծ ասել էի, որ Նիդերլանդները կհաղթի եւ շատ անկեղծ մոտ էր Նիդերլանդների հավաքականը, տպավորություն էր, որ Իսպանիան չէր ուզում հաղթել, չգիտեմ, խաղի ընթացքում էր այդպիսի տպավորություն, որովհետեւ Իսպանիան սիրում է գնդակով ֆուտբոլ խաղալ, խաղի ընթացքում շատ է տիրում գնդակին, բայց երեք Նիդերլանդները նույնիսկ երկրորդը խփելուց հետո 2-2-ի ժամանակ շատ մեծ կազմով գնացել էին առաջ եւ կարող էին պատկերել։ Կարելի ասել բավականին հավասար թիմերի դիմակայություն էր, որտեղ ամեն ինչ վճռվեց էլի 11 մետրանոցներով, իսպանացիները շարժվում են առաջ, այսպիսով ձևավորվեց 2 կիսաեզրափակիչ, Պորտուգալիան խաղա Գերմանիայի հետ, Իսպանիան խաղա Ֆրանսիայի հետ եւ հետո կլինի եզրափակիչ, որը մեզ կտա պատասխան ով է ազգերի լիգայի հերթական խաղարկության հաղթողը։ Իսկ քառորդ եզրափակիչներում հաղթեցին արդյոք բոլոր ֆավորիտները, թե ոչ, թող ասեն նաև մեր փորձագետները։ Ամեն ինչ արդարացի էր, բոլոր խաղերը մի քիչ նայել եմ, Գերմանիան գերազանցեց Իտալիային, Հոլանդիան արժանի, ինչպես նշեցին մի քիչ առաջ, արժանի մրցակից եղավ Իսպանիային, որոշ դեպքերում գերազանցում էր նաև, բայց Իսպանիան կարողացավ պենալներով հաղթել։ Պորտուգալիան Դանիայի հետ շատ դժվարին հաղթանակ տարավ լրացուցիչ ժամանակում, Դանիան նույնպես արժանի մրցակից եղավ, բայց Պորտուգալիան կարողացավ իր պահերը վերջում իրացնել եւ հաղթանակ կորզել։ Մյուս խաղում էլ խորվաթները նույնպես շատ բարդ հանդիպում ունեցան, գրեթե ամբողջ խաղը պաշտպանվեցին, փորձում էին կարծես թե պենալներով հաղթել, նույնպես չստացվեց, երևի թե այստեղ նույնպես Ֆրանսիան ավելի արժանի էր։ Իսպանիան էլի ցույց տվեց, որ այս պահին ամենաուժեղ հավաքականն է, պարտություն շատ վաղուց չի կրել։ Նաև ինչպես տեսանք Պորտուգալիա-Դանիա հակամարտության ժամանակ ճիշտ է Դանիան առաջ խաղում լավ խաղաց, բայց կարծում եմ մակարդակով Պորտուգալիան ավելի ուժեղ էր ու դրա համար կարողացավ երկրորդ խաղի համար հաղթել։ Կարծում եմ ֆավորիտները դուրս եկան հաջորդ փուլ, չնայած որ Դանիան կարող էր անցնել Պորտուգալիային, Բրամաբարական էր որ Ֆրանսիան դուրս եկավ, ունի շատ ուժեղ կազմ։ Մյուս զույգը Իսպանիա, Նիդերլանդներ հավասարազոր թիմեր էին, ով էլ դուրս գար, ինձ թվում է, իրանք հավասար թիմեր էին, նորմալ էր, բայց լավ էր, որ Իսպանիան դուրս եկավ։ Մյուսը Դանիա-Պորտուգալիա զույգներ, առաջին խաղը 1-0 Դանիան հաղթել էր տանը, կարծում եմ դա էր մի քիչ անակնկալ, բայց երկրորդ խաղը տանը Պորտուգալիան ֆավորիտ էր եւ անցավ հաջորդ փուլ։ Գերմանիա-Իտալիա, Գերմանիան կարծում եմ ավելի լավ էր այս պահին եւ դուրս եկավ հաջորդ փուլ, կարծում եմ տրամաբանական էր։ Այսքան այս շաբաթվա համար Հայաստանի հավաքականը կա տպավորություն, որ վերադառնում է վատ ժամանակաշրջան, որտեղ ոչինչ չի ստացվում, խաղը չի ստացվում, հուսանք, որ սա ժամանակավոր երևույթ է եւ մենք կրկին դրական ալիքի վրա կլինենք։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert,